Ծնվել եմ 1971 թվականին Երևանում։ Ծնողներս բնիկ ղարաբաղցիներ են։ Այդ տարիներին նրանք սովորում էին Երևանի տարբեր ինստիտուտներում, իրավաբանական եւ մանկավարժական բաժիններում եւ 1971 թվականի օգոստոսի 6-ին ծնվեցի ես։ 4 տարեկան եմ, որ ծնողներս վերադարձան Արցախ։ Հերս աշխատում էր Հադրութի շրջանում եւ 1971 թվականին ես իմ առաջին քայլը արեցի Հադրութի միջնակարգ դպրոցում ու 10 տարի ուղիղ շարժման տարին 1978-ին ավարտեցի դպրոցը, որից հետո Խորհրդային Միության զինված ուժեր, որ ծառայեցինք Վրաստանում։ 91 թվականին վերադառնալով սովետական բանակից արդեն Արցախյան շարժումը սկսած էր, ազատամարտը մտել էր իր ընթացքի մեջ ու միանգամից մասնակցեցի ազատամարտին։ 92 թվականին արդեն որպես կանոնավորված բանակ մինչև 96 թիվը ծառայել եմ Արցախի պաշտպանական բանակի երրորդ պաշտպանական շրջմարտունու շրջանում, որից հետո շատ պատահական հայտնեցի թատրոնի բեմում։ Միշտ ուզում էի սպորտսմեն դառնալ, չեղավ։ Հայտնեցի Ստեփանակերտի թատրոնի բեմում, շատ պատահական 1-2 գնացի եկա, հետո ռեժիսորը նկատեց, 96 թվին զորացրվելուց հետո 2 տարի աշխատեցի թատրոնում որպես բանվոր եւ սկսնակ դերասան։ 98 թվից 2004 թվին ինձ բախտ վիճակվեց ընդունվել Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը, ռեժիսորը թատերական ռեժիսուրայի բաժին Արմեն Խանդիկյանի կուրսը։ Անմոռանալի լավ տարիներ էին։ Ինստիտուտը ավարտելուց հետո ես պարտավորված զգացի ինձ նորից վերադառնալ Արցախ ու շարունակել իմ գործը Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ փաստորեն 96 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբեր եւ աշխատել եմ։ Տարբեր դերասան, բեմադրիչ, տնօրեն, գեղարվեստական ղեկավար, տարբեր պաշտոններ եմ վարել թատրոնում։ 44 օրյա պատերազմը արդեն բոլորիս հայտնի սեպտեմբերի 27-ին, երևի կոնկրետ իմ ընտանիքի մասին կանդրա։ Առավոտ շուտ էր, սովորությունն եմ, առավոտ շուտ եկենա քայլել, երբեմն մարզանք անել։ Մարզվեցի, եկա, նորից պարկեցի, ինչ-որ գիրք պիտի կարդայի ու տարակոսներ էր լսում, բայց շատ բնական էր մեր տնից մինչև այդ պոլիգոններ, այդքան հեռու չէր, տունը 6-րդ հարկում էր, հաճախակի էին ձայներ գալի։ Հետո կինս արթնացավ, ասաց ինչ-որ տարակոսներ է ու չափն անցնում այդ տարակոսները, ասա հանգիստ պարկելու այ կնեք, ինչ ես տենց վարժությունները, բանակը դուրս եկել վարժանքների երևի երկար են դրա համար խփում։ Չէի հավատում, բայց կինը մնում է կին, անհանգիստ իրաբանով, չէ որ չես պատերազմա, դե ասա պատերազմա չհավատալու։ Դրվագներ շատ են եղել, սկսած կենդանիներից, ասենք, անտեր շներից ես կուզեի, անտեր շները ինքը մեծ ազդեցություն է։ Անտեր շները փողոցներում թափառելուց քո վրա ազդում է։ Այդ իրար անցումը անկանոն վիճակ, որը շատ մեծ տարբերություններ 90-ականներից, 90-ականներին ինչքան կանոնավոր էր ամեն ինչ, եւ կյանքը, եւ բանակը, բայց հարյուտս որ դժբախտաբար հիմա թաքցնելու բան չի, ոչ էլ գաղտնիք է։ Քաոսի էր նմանում, քաոսատիպ։ Իսկ դրվագներ շատ կան, շատ Հայաստանից եկած զինվորներին կարելի է հիշել, կարելի է օգնություն բերողներին հիշել, կարելի է երեխեքին շատ կա, կոնկրետանալ այս բանին չեմ կարող անել։ Երևի որ սկսեցի կենդանիներից կարող եմ վրա ամենաշատը այդ ազդել, որ ոնց որ կենդանիները ավելի զգային ինչ կա։ Շատ բացասական բաներ կային նաև։ Դրական այս անգամ ինձ թվում է չկարողացավ հայ ժողովուրդը չտարանջատենք Արցախ Հայաստան, չկարողացավ ունենալ միասնականությունը, որը կար 90-ականներին։ Պատերազմից հետո մեր թատրոնը բախտ ունեցավ շարունակել իր գործունեությունը։ Մենք բեմադրություններ ենք անում եւ արի ուտես որ հանդիսատեսը ավելի հետաքրքրված էր գալի 44 օրից հետո։ 44 օրից հետո անցած ամիս ու կես մի
տիկին զանգեց իմ հեռախոսին, բարև ձեզ, ես Նյու Յորքից եմ, Կարինե Քոչարյան, ժամանակի Սուլուկյանի դերասանուհի է եղել, ես ուզում եմ գալ Արցախի թատրոնի հետ աշխատել ու շրջագային քաշարով մեկ։ Եկավ 6 ամիս մնաց Արցախում, բեմադրեց երկնքից 3 խնձոր եմ գալ Հայմանուն վեպի վրա բեմադրեց ու մենք հայտնվեցինք Եվրոպայում 2021 թվականին Ֆրանսիա, Բելգիա, Ավստրիա, Արցախի թատրոնը բավականին լավ ընդունելություն ունեցավ Սփյուռքի կողմից եւ ինչու՞ չասենք գալիս ու խաղում էի Ղարաբաղի լեզվով ներկայացումը։ Մի տարի անց տիկին Կարինեն մեզ Ռուսաստան Մոսկվա տարավ հյուրախաղերի, իսկ ամենը զարմանալին ու հետաքրքիրը պիտի գնայինք Ամերիկա, վիզաները արդեն կար, բայց քանի որ շրջափակում էր, բնականաբար չէին գնալու։ Իսկ վիզաները համընկնվան հոկտեմբեր ամսի վրա էր, հոկտեմբեր ամսին էր արդեն որ պիտի գնայինք։ Շրջափակման մասին ես կուզենայի խոսել այսօրվա տեսանկյունից։ Ես երևի շատ մեծամասնություն արցախցիներ, բայց փորձեմ ես իմ ընտանիքի տեղ խոսել։ Կարոտով ենք հիշում շրջափակումը, ես չեմ ուզում արտահայտվել այնպես, ինչպես շատերը կարտահայտվեն այդ ողբերգությունը, այդ դժբախտությունը, ինքը պետք է հասկանալ, որ պատերազմը Ղարաբաղցիները խոսք ունեն ասում, կետը ամեն անգամ քաթա չի բերում, պատերազմը չամից չեն բաժան, պատերազմը ունի իր օրենքների, իր մոտեցումների, այդ շրջափակումներ երևի մտնում է այդ օրենքների մեջ, բայց այդ ամիսներին, որ չկար հաց, չկար, ջուրը գազը բան դա, ջուրը կար, գազը չկար, կար հետաքրքիր երևի մեր ժողովրդին միշտ պետք է նեղ մի վիճակ, որ միասնական ինչ-որ մի բան հայտնի։ Այդ պակասության մեջ մենք մեզ տեր ենք զգում, գիտենք, որ հա ժամանակավորը, այս կլինի, ինչքան էլ քաղաքականությունը, թշնամությունը, հարևանների հետ եւ այլը, բայց ռուսի ներկայացումը, ռուսական բանակի ներկայացումը մեզ ստիպում էր, որ հավատանք, որ մենք կմնանք։ Օրինակ ես հիմա երանությամբ եմ հիշում, գիշերը 4-ին արթնանալ գնալ հացի հետ կանգնել, որպեսզի մյուս օրվա գիշերվա կողմը կամ առավոտվա կողմը քո հերթը գա մի հաց վերցնես, ուրախությամբ գաս տուն։ Հիմա ոնց որ նույնց երազանքով խոսենք դրա մասին։ Հերս բնակվում էր Մարտունիում, դեռ հաց 4-5 հատ հաց էր իրար կողք գցում ուղարկում, ամիսը մեկ մեքենա էր գալու։ Մի օր հացը ձեռս գալիս եմ, դիմացս դուրս է գալի մի հատ ջահել ընտանիք մարդուկին, ասում է հաց ասում է խնդրում եմ 10-20,000 դրամ եմ տալ, այսօր երեխու ծնունդն է, մի հատ հաց։ Բայց հիմա եթե այդ զույգին հանդիպես, ինքը երևի կասե Երանի այդ օրերին, լավ օրերին, երևի հասկանում եք ինչ եմ ասում, մենք ոչ թե կորցրենք, ես իմ տունը չեմ կորցրել, չգիտեմ արցախցիներն ամենամեծահարուստը իր տունն է կորցրել, չգիտեմ խրճիթում ապրողը, մենք երկիր ենք կորցրել, այս պիտի գիտակցենք, ու չպիտի միամտորեն բնազդաբար ասենք, մենք վերադառնալու ենք Արցախի, ես չգիտեմ, ես գիտեմ, որ երբևէ կլինի, բայց ոչ մեկը սկուտեղի վրա նվեր չի տալի, դա գուցե իմ զավակների եկող սերունդները կբերեն, մեր մեղքն է, որ չկա այսօր։ Սև վերնաշապիկ եմ անգամ, ընկերերը կանգնած ասում, այս շուկայում էլ չկա, ասում, բա իմ խանութում կա արի։ Գնաց ասում, վայ Արսեն, ես ինչ լավ ատում, հա դե լավ, հաջողությունս ձեր տվե, հաջողություն տարակեց։ Այս արդեն տպավորություն չէր, որ ինչ-որ ուչենի է։ Տարակեց ու իրար հետևեց, արդեն երաժշտական դպրոցի մոտերը գորգրում վազում են անկանում, ես առաջերտին երեխեքին փորձեցի փնտրեմ։ Ուղիղ մտա հրապարակ մշակույթի պալատ, հեռախոսները գնաց։ Վերջ մի խոսքում 3-4 ժամ հետո այնքան էր ինձ կորցրել, որ չէի պատկերացնում երեխեքը կարող են դպրոցում լինել, ասել տանը չեն։ Տատիկի մոտ չեն, զանգը գնում անջատվում է։ Մի 3-4 ժամ հետո բարեբախտաբար հասկացա, որ երեխեքը դպրոցում են, ու այդ մի օրը ինձ թվում է բոլոր հիմա, եթե ես որպես շատ սովորական հայ մարդ,
Առաջի ազատամարտի երանելիությունը ուրիշ բան չեմ գտնում, երանելի ժամանակներ էին 92-94 թվերը։ Ապրիլյանի անսպասելիությունը եւ ապրիլյանի մեր տղաների հերոսությունը եւ 44 օրյայի պարտությունը, դժվարը իրերի անուններով ասենք, գոնե ինձ համար թվում է, որ ամսի 19-ին եղել ամենամեծ պատերազմը, մի օրյան։ Լավ ասացված կասեմ, ասում, այսպես ապրել չի կարելի, այնպես ապրել չի կարելի, այսպես թե այնպես ապրել չի կարելի։ Բայց սա հակառակն է ինձ թվում է։ Հիմա ինձ թվում է մեր ժողովրդի մասին է խոսքը։ Մեր ժողովրդի Արցախի հատվածը հասկանալի է այսօր իր ապրումներով, իր բարդ համակերպվածությամբ կենցաղային հարցերը եթե մի կողմ դնենք, ինձ թվում է մենք ոչ թե պիտի այլևս մտածենք ապրելու համար մի գործ գտնենք, աշխատենք, պիտի հասկանանք, որ նեղ օրի լեն օրեր կա, պիտի հասկանանք, որ ի վերջո գալու է, մեր օրն էլ է գալու, ուղղակի այնքան պիտի ամուր լինենք, այնքան խելք ունենանք ու կամք ունենանք, որ գոնե այս անգամ Աստծո տրվածի ձեռներից չթողենք։ Ես ունեմ այդ միտք ասեմ, կարծիք ասեմ, այդ ներքին հավատը, որ եկող սերունդը, հիմա չմոռանանք աշխարհի գլոբալ առումով նայում ես հեռուստատեսությամբ, չգիտեմ, Պաղեստինից սկսած եկած դուրս եկած Սիրիա վերջին, հասկանում ես, որ մենք ունենք դեռ անելիք, մենք ունենք դեռ այդ շանսը, մենք ունենք հավաքվելու, ուժեղանալու, իսկ իմ սերունդի եւ բարձր սերունդի խնդիրը ինձ թվում է մնում է զուտ եկող սերունդին կրթելը։ Մենք ապրելու ենք, չեմ ուզում գրականությունից բառեր ասեմ, հարատևելու ենք, ուղղակի պիտի ունենանք հավատ, որ այո, հայը ոտքի կկանգնի, ոնց որ երբեմնի եղել է։ Սա համարում եմ մեզ շատ լավ տված դաս մեր մեղքերի, մեր սխալների համար։ Քաղաք այդ դասերը եւ առաջ նայենք, առանց հուսահատության։ Ես աշխատում եմ Պարոնյանի անվան թատրոնում, բեմադրության մեջ զբաղված եմ արևի մարդիկ։ Բեմադրող ռեժիսորը եւս արցախցի էր, Ռուզանա Խաչատրյան հրավիրեց թատրոն խաղացի ու մնացի Հակոբ Ղազանչյանը առաջարկեց, որ մնամ թատրոնում ու ինձ համար դա շատ հաճելի է։ Այսինքն ես ունեմ աշխատանք, ես գիտեմ, որ կաշխատեմ ստեղել ու մի բան էլ ավելին։ Եթե մարդ զբաղված է իր գործով, սա շատ մեծ երջանկություն լինելուց բացի ինքը օգտակար է եւ քո քաղաքին, քո երկրին, քո շրջապատին, քո ժողովրդին։ Եվ ես Երևանում զգում եմ ինձ որպես իմ ծննդավայրում։